Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Սամվել Մելիքսեթյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մելիքսեթյան։ Պարոն Մելիքսեթյան, օրերս եք վերադարձել Բաքվից, սկզբի համար նախ կուզենամ կիսվեք ձեր տպավորություններով, թե ինչ եք տեսել, ինչ եք լսել, անգամ ինչ եք զգացել Բաքվում եւ ինչն է ձեզ ինչ որ իմաստով այո նաեւ զարմացրել, ինչ բացահայտում եք ձեր համար արել։ Այո, քանի որ երեք ես հարցազրույցների ու մամլո ասուլիսի ժամանակ նաև որոշ տպավորություններով կիսվեցի ու նույնիսկ արձագանքներ գտա, որ այսինչ ինչ որ գովազդ է Բաքվի գնում կամ ինչ որ sense վառ տպավորվել են մեր հայաստանյան այցելուները եւ այլն, այստեղ կա տարբեր շերտեր, հա, ընկալումներ։ Առաջինը, եթե մենք խոսում ենք քաղաքի մասից տպավորություններից, քաղաքը շատ սիրուն, հա, շատ լավ կառուցված, մաքուր, կանաչապատված, ինչը նաև սովոր է այդ կլիմայական գոտու համար, ինքը գտնվում է անապատային այդ կլիմայական գոտում, այնտեղ դժվար է, հա, այդպիսի կանաչը պահել եւ մեծ աշխատանք է պահանջում, այդ թվում ծովի ջուրն են իրենք աղազերծում եւ դրանով ջրը, օրինակ։ Սրանք բոլորը հետաքրքիր էին եւ բոլորը նաեւ ես կասեի օրինակելի էին ու Բաքուն այս առումով իսկապես շատ հետաքրքիր քաղաք է ոչ միայն մեր տարածաշրջանի, այլ ավելի լայն, այսպես ասած, աշխարհագրության համատեքստում, այնտեղ կա ծով եւ այլն, հետաքրքիր է ճարտարապետությունը, այնտեղ կա 5 քաղաք, ինչպես գիտեք, նաեւ այդ իրենց կոչված հայտնի այդ աղջկաբերդը, հա, աշտարակը ավելի ճիշտ, նոր ճարտարապետությունը հետաքրքիր, տարբեր այդ մշակույթները նաև որ հստակ այդ արևելյան համ ահմեդական, ինչ որ 19-րդ դարի, 20-րդ դարին դա արդեն եվրոպական ճարտարապետությունն է հիմնականում նավթային բումի ժամանակ, հա, որտեղ նաև ակտիվ մասնակցություն են ունեցել հայերը եւ այլ ազգեր, հա, ինքը բազմաէթնիկ քաղաք էր այդ շրջանում եւ իհարկե հետաքրքիր էր օրինակ նույն թանգարանների ձևավորումը, ինչքան հետաքրքիր մտքեր են իրանք ու կրեատիվ են այդ առումով, ես կասեի յուրացրել են եւ բերել են ժամանակակից ամենահետաքրքիր փորձերը ու այդ առումով իսկապես հետաքրքիր էր։ Եթե մենք հանեինք որտեղ ենք մենք գտնվում, հա, ուղղակի գնում ես նոր քաղաք եւ տեսնում ես տարբեր նշված հետաքրքիր դրվագները, ус կապ չունի, որ ինքը Ադրբեջանի մայրաքաղաքն է, կապ չունի այն համատեքստը, նաև այստեղ զուտ տպավորություններն են մարդկային են, հա։ Ու ես գիտեմ, մեր մոտ նայեք շատ երկար ժամանակ այս մոտեցումն է եղել, որ եթե դու դրական բաներով ես կիսվում, դրական տպավորություններ ու անկեղծ տպավորություններն ես ասում, սա ինչ որ նաև թշնամական քարոզչություն ես բերում մեր դաշտ եւ գովազդ ես անում Ալիևի ռեժիմին, ինչպես բնութագրում են եւ այլն, ու այս կեղծ բառապաշարը, կեղծ մոտեցումներն են, որ նաև իմ պատկերացմամբ մեր հասարակությունը միշտ պահել են այն փուչիկի մեջ, որը բերել է եւ 2020 թվականին եւ հետագա զարգացումներին, որովհետեւ իրականությունը հասկանալու փոխարեն ու նաև հասկանալու, որ եթե դու ինչ որ հարցում ունես դրական տպավորություն, կարող ես այլ հարցերում այլ մոտեցումներ ունել ու ընդհանրապես մարդու մտածելակերպը այդքան միանշանակ չի, մի շերտից չի, մի գծից չի, այլ մեր մոտ դա բացակայում է եւ արդյունքում ստեղծվում են այդ քաղաքական իմ գործընկերը երեք մի բառ օգտագործեց, հա, որը բացասական ընկալվեց, հա, քաղաքական ապուշները, որը հին Հունաստանից հայտնի կատեգորիա է, հա, մարդը որ շատ պարզ է ընկալում ամեն ինչ ու ես կասեի, որ այդ մեր հասարակ բնակչության Հայաստանի եւ մարդկանց, հա, քանի որ ես նաեւ գյուղից եմ, նաեւ գիտենալով ինչքան բարդ են մարդիկ ընկալում նույն քաղաքական հարցերը եւ ինչ շերտեր կա դրա տակ, եթե մտնում ես մեր սոցիալական ցանցեր կամ ինֆորմացիոն դաշտ, տպավորությունը, որ ինչ որ շատ միանման, ինչ որ մի գործարանում արտադրած կարգավորումներով մարդիկ են, որ չեն կարող արդեն, մարդը չի կարող այդքան պրիմիտիվ լինել, մարդը չի կարող մտածել միայն այդ ուղղությամբ, սա ցույց է տալիս մեր այդ ինֆորմացիոն, ես կասեի, փուչիկի խնդիրները, որը գնալով ավելի է դեգրադացիայի ենթարկվում տարբեր պատճառներով, հա, այդտեղ կան օբյեկտիվ պատճառներ, բայց իմ կարծիքով նաև այս ինքնարեֆլեքսիայի ու ագրեսիվությանը չհակադարձելն է նաև պատճառը, որ այսպես ամեն ինչ թույլատրելի է ու թույլատրելի է հայկական քաղաքական խոսույթը վերածել ինչ որ շուկայական բազարի կներեք արտահայտության համար։
Իսկ վախի մթնոլորտ եղել է, պարոն Մելիքսեթյան, որովհետև եթե գիտեմ Բաքվում էլ եք շրջել, քայլել, այսինքն վախի մթնոլորտ կար, ամեն դեպքում հայերը Բաքվում քայլում են, դա վերջին 30-35 տարիների համար աննախադեպ ինչ-որ բան է։ Չէ, իրականում դեռ 90-ականներին, 2000-ականներին են եղել նման այցեր, 2019 թվականին դուք հիշում եք նաև մի այց կար։ Մյուս կողմից թե ադրբեջանական խմբի այցը Երևան, թե մեր այցը Բաքու բավականին ես կասեի նույնիսկ չափից շատ անվտանգային տարրերով է լրացված եւ բարձր որ այդ առումով ինչ որ մտաբախություններ չկային, կար անսովորություն, բայց դա էլ հաղթարում է, քանի որ այդ մարդկանց հետ հիմնականում այնուամենայնիվ մարդիկ կան տասնամյակներով են ծանոթ, այդ թվում ադրբեջանական խմբի անդամներից, մարդիկ կան ոչ այդքան երկար, բայց այնուամենայնիվ շփում է եղել եւ կա նաեւ որոշակի փոխվստահություն, ծանոթություն, հա, որը նաեւ թույլ է տալիս հաղթահարել այդ ամենը։ Եվ ինչու են կարևոր այս երկկողմ շփումները, նաև արդյունքներից խոսենք, ինչ է սա տալիս ուղիղ շփումները, որովհետև քննադատությունները քիչ չէին նաև այդ առումով, հատկապես խորհրդարանական ընդդիմությունը, որոշ ընդդիմադիր ուժեր, Իշխան Սաղաթելյանը ձեզ ադրբեջանական գործակալ անվանեց անգամ, որ գործակալները գնացել են բաց հանդիպում ունենալու Ադրբեջանում եւ այսպես շարունակ։ Ինչու է կարևոր այդ ուղիղ շփումը եւ ինչպես կանդրադառնաք նաեւ այս մեղադրանքների, այսպես ասեմ, շարանին։ Դեռ ես Իշխան Սաղաթելյանին խորհուրդ կտամ, ես այդ օրինակը երեք բերեցի 1918 թվականից մինչև 1920 թվականը, եւ որ մենք ունենք առաջի հանրապետություններ Հարավային Կովկասում, Ադրբեջանի խորհրդարանում Բաքվի կոտորածներից հետո, որտեղ մոտ 20,000 հայ էր զոհվել տարբեր հաշվարկներով, մենք նաև տարբեր շրջաններում ավելի խոշոր զոհեր են եղել, այսինքն այն ժամանակվա կոնֆլիկտը անհամեմատելի ավելի արյունալի էր ու ծանր էր եւ մեզ համար եւ ադրբեջանցիների։ Ադրբեջանի խորհրդարանում նույն ֆոնին մենք ունենք մոտ 2 տասնյակ դաշնակցական падգամավորներ։ Հիմա Իշխան Սաղաթելյանը կամ պետք է կուսակցության պատմությունը վերանայի, հա, կամ պետք է ինչ-որ մի քիչ ավելի բարդ սկսի մտածել, որովհետև առաջինը, եթե դու ունես կոնֆլիկտ, դու ունես մի քանի տարբերակ կոնֆլիկտի ֆոնին ավելի թեժացնել այդ ամենը, մեկուսանալ եւ ստեղծել ինչ-որ տոտալ թշնամանքի հարաբերություններ, որը մենք ունեցել ենք 1994 թվականից հետո մինչև 2020 եւ հետագա թվականները, ու որ աննախադեպ է հետխորհրդային բոլոր կոնֆլիկտների դեպքում։ Ոչ մի կոնֆլիկտի դեպքում եղել են արյունահեղություններ, եղել են թշնամանք, բայց այսպիսի տոտալ բաժանում եւ սահմանների փակում, կոմունիկացիաների փակում, դիվանագիտական հարաբերությունների բացակայություն, շփումների նկատմամբ շատ ագրեսիվ մոտեցում, սա չի եղել մյուս կոնֆլիկտների դեպքում կամ ավելի մեղմ է այդ դեպքում այլ դեպքերում արտահայտված եղել, ու սա ցույց է տալի, որ այնուամենայնիվ սա անոմալ է եւ սա նորմալ չի, երբ որ այցերը, շփումները, կոնտակտները, քննարկումները դիտարկում են ինչ-որ դավաճանություն, դիվերսիա, ոչ։ Նույնիսկ եթե գնում են պատերազմական գործողություններ, դու պետք է բանակցես եւ քննարկես, առավել եւս մենք հիմա գնում ենք հակառակողությամբ եւ ես վստահ եմ, որ մենք գնում ենք հակառակողությամբ, եթե այդ վստահությունը, եթե այդ ակնկալիքները, եթե այդ համոզմունքին ես վերջին 2-3 տարվա ընթացքում եկած չլինեի եւ ես նաեւ չէի մասնակցի այս գործընթացին, հետեւաբար ես շատ անկեղծ եմ իմ այս համոզմունքների մեջ, ես վստահ եմ, որ կարելի է հասնել հայ-ադրբեջանական խաղաղության, ես վստահ եմ, որ կան թեմաներ, որտեղ մենք ավելի լավ կարող ենք մեր դիրքերը պաշտպանել, ես վստահ եմ, որ այլ միայն ինչ-որ գործընթացից եւ բավականին ժամանակ պահանջող գործընթացից հետո նույնիսկ եթե սկզբնական փուլում ենք ավելի շատ խնդիրներ ունենք ապագայում այդ փոխվստահության եւ փոխադարձ ես կասեի խնդիրների ավելի հասկանալի լինելու արդյունքում մենք նաեւ ավելի դրական լուծում կարող ենք ստանալ։ Հետևաբար այդ մոտեցումը եւ այդ կարծիքը ինձ համար սկզբունքորեն անթույլատրելի է եւ շատ վտանգավոր է եւ գիտեք 1994 թվականից հետո ես նաեւ երեք ասացի մենք շատ ավելի ուժեղ դիրքերում էինք եւ հիմա բոլորը որ գիտեն իրական խաղաղությունը ինչ է եւ ոնց է ճիշտ գնալ խաղաղության, փաստորեն այս ավելի ծանր պայմաններում իրենց ավելի հեշտ է այդ պատասխանները տալ, քան այն դեպքում, երբ որ մենք շատ ավելի շահավետ դիրքերում էինք, դե անեին, հա, մեղմ ասած, չեն արել եւ սա ուղղակի ինձ համար օրինակ 2024 թվականից հետո եւ որ դելիմիտացիայի գործընթացը գնաց,
ես հասկացա, որ սրանք ուղղակի դատարկ զրույցներ են, որովհետև մարդիկ տարական պատկերացումներ չունեն ինչից են խոսում, ուղղակի խոսելու ոճեր կան, հա, որ պետք է դժգոհ լինել, դե հիմա էլ ասում են այդ նույն գործընթացը դելիմիտացիայի կներեք ասում են, որ հիմա գործընթացը կանգ է առել, երբեմն ավելի վատ բառամթերք են օգտագործում, գործընթացը փակուղում է եւ այսպես շարունակ։ Նույն վերաբերմունքը ի դեպ կա նաեւ թրիփի հանդեպ, որ դա կյանքի չի կոչվելու։ Դա ժամանակը ցույց կտա ով է ճիշտ, ով սխալ։ Իսկ տրամադրությունները նույն Բաքվում ինչպիսին են դելիմիտացիա, դեմարկացիա, թրիփի հետ կապված կոմունիկացիաների թեմայով, եթե չեմ սխալվում, դուք շփումներ եք ունեցել ձեր տպավորություններով նաև ասացիք, որ ըստ ադրբեջանական ընկալումների հայկական կողմը այսպես դանդաղ կոտ է։ Այդ մասին կուզենամ մի փոքր մանրամասնեք։ Նախ մենք պայմանավորվել ենք արդեն գործընկերների հետ ստեղծել հատուկ խմբեր, որոնք քննարկելու են նաև երկու կողմերի մոտեցումները, առաջարկները եւ վերջում նաև ներկայացնելու են հետազոտություն կապված նույն կոմունիկացիաների հետ, հա, եւ սա շատ կարեւոր է։ Երկրորդը այդ շփումները իհարկե, եթե մենք խոսում ենք նաեւ Հիկմետ Հաջիևի հետ, բավականին կարճ են եղել ու թույլ են տվել հասկանալ ընդհանուր տրամաբանությունը նրանում է, որ հիմա այդ հենց թրիփի շրջանն է առաջնահերթությունը, այդ նաեւ դելիմիտացիայի առումով։ Այս կոմունիկացիաների առումով, հա, ինչպես նշել եմ, ադրբեջանական կողմը ունի այս տպավորությունը, որ հայկական կողմը դանդաղ կոտ է, հայկական կողմը որոշակի խոչընդոտներ է անում նաև տարբեր, օրինակ, մայրուղու հարցում, նույն այդ հարավային հատվածով եւ այլն, թեև այնտեղ կա տեղանքի բարդությունը, ու նաև կապում են հետագա նաև կոմունիկացիաների հարցում առաջընթացը հենց թրիփի ավելի գործնական, թրիփի շրջանակներում ավելի գործնական քայլերին անցնելուն, այսինքն եւ որ պատրաստ լինի այդ հայ-ամերիկյան կազմակերպության մասին պատկերացումները, այդ իրավասությունները, հա, այդ կազմակերպության հողի վրա ինչ աշխատանքներ են տարվելու, ինչ տեսք է ունենալու այդ առաջին հերթին երկաթողին եւ այլն, իրենց համար արդեն ավելի հեշտ կլինի նաեւ մյուս բոլոր հարցերը լուծել եւ իրենց մոտ սպասողական, ես կասեի, հենց այսպիսի իրավիճակ է, ու սա նույնպես կարծում եմ վատ չի, այսինքն սա հայկական կողմին նաև ազդակ է, որ հենց լինի այդպիսի ակտիվություն, մենք կունենանք նաև արդյունք, ու ես միշտ նաև կողմնակից եմ, որ հայկական կողմը ավելի պրոակտիվ լինի եւ նաև իր շահերը սպասարկող տարբեր առաջարկներ ավելի ակտիվ անի, ավելի այլ կոմունիկացիաների վրա նաև մտածենք եւ այլն։ Օրինակ ինչ կարելի է անել այս պահին, որ հայկական կողմը այսպես նախաձեռնողականություն չի դրսևորում եւ կարելի էր անել, բայց չի անում, այսպես ասեմ։ Դե իրենք օրինակ նայեք, միշտ սա ոչ թե այս հանդիպումից, այլ ավելի շուտ նաև քննարկումներից ասում են, դե հիմա պարզ է, որ թրիփը կախված է ձեր այդ հիմնական իրագործումը հայ-ամերիկյան այդ պայմանավորվածությունից, բայց դուք հիմա կարող եք նույն մակրողական աշխատանքներ տանել այդ երկաթգծի բանով, հա, երկայնքով, ինչ որ շինարարություն, ինչ որ այտենց հողային աշխատանքներ եւ այլն, որ ցույց տան, որ հետագա փուլերը ավելի արագ կլինեն, ավելի հեշտ կլինեն։ Իրականում հայկական կողմը որոշ քայլեր ձեռնարկում է, նաև մենք գիտենք, որ շրջանցող ճանապարհն է հիմա կառուցվում, հա, Նռնաձոր գնացող, որի պատճառը միայն այն է, որ մեզ պետք է երկաթուղու գիծը, որ հիմա օգտագործվում է որպես ճանապարհ, հա, մայրուղի, փոխարինել նոր ճանապարհով, որպեսզի ազատվի երկաթուղու համար, ու մենք նաև խնդիր ունենք փաստորեն կոմունիկացիայի, որովհետև մեր քայլերը այդքան չեն հակառակ կողմում այդքան չեն ընկալվում, ու նաև կարևոր է, որ հասարակական, հա, մեդիաներում եւ այլն, այսինքն մենք խնդիր ունենք ցույց տալու այդ աշխատանքը նաև մեդիաներում, որ հակառակ կողմն էլ դա տեսնի, ոչ միայն պաշտոնյաները, այլ հասարակ ադրբեջանցիները, այսպես ասած, տեսնեն, որ այնուամենայնիվ Հայաստանում աշխատում են, սա խոսքեր չեն եւ շահագրգռվածություն կա։ Մենք ունենալու ենք։ Այո, նայեք, մենք ինչպես մենք ունենք այս կասկածները, որ հա ինձ հետաքրքիր է, հակառակ կողմում կա այդ կասկածը, որ հայկական ունի, այո, որոշակի կասկածներ իրենք էլ չեն վստահ, որովհետեւ մենք իրականում նույն շատ հարցերում նույն գործընթացում ենք, հա, որովհետեւ երկուսս էլ ունենք այդ անվստահությունը միմյանց նկատմամբ եւ ինքը իմ նշված 35-37 տարվա շատ ծանր ու անսովոր կոնֆլիկտի հետևանքներն է, որ դժվար է հաղթահարել եւ միշտ կա, այսպես ասած, դրական մոտեցում ու կա առողջ կամ ողջ կասկածամտություն հակառակ կողմի նկատմամբ, որը հաղթահարվում է այլ նմանատիպ մանր քայլերով, դրանցից մեկը նույն այդ սահմանազատման գործընթացներ, հա, որի ընթացքում Ադրբեջանի դիրքորոշումը նույնիսկ փոխվեց
մի քանի անգամ։ Դրանցից մեկը այս Վաշինգտոնյան համաձայնություններն են, դրանցից նաև այս այցերն են եւ կարելի արդեն խմբերի աշխատանքից եւ շփումներից հասկանալ, որ իսկապես այն սկզբնական շրջանի թեթև լարվածությունը գուցե կամ որ չէր հասկանում ոնց է այս ամենը աշխատելու, ինչ է լինելու, կա արդյոք իսկապես փոխվստահություն, գնալով իհարկե ավելի հեշտ է դառնում, բազմաթիվ հարցեր ավելի հեշտ են դառնում։ Պարոն Մելիքսեսյան, խոսեցիք նաև Հիկմետ Հաջիևի հետ հանդիպումից, տեսեք, պարոն Քոչինյանը երեք ասուլիսի ժամանակ էլ ուղիղ այսպես ուղերձներ փոխանցեց Հիկմետ Հաջիևից, հիմնական կարծես թե նպատակը եւ ասելիքն այն էր, որ պատերազմը ավարտված է, կոնֆլիկտն ավարտված է ադրբեջանական կողմի համար եւ որ կարեւոր շեշտադրումներից մեկն էր, որ տարածքային պահանջ Հայաստանի հետ ըստ էության Հայաստանից չունեն եւ այսպես շարունակ։ Նախ մի կողմ թողնենք այն քննադատությունները, որ եղան պարոն Քոչինյանի ուղղությամբ, որ այստեղ Հիկմետ Հաջիևի մամուլի մամլոխոսնակի դերակատարն է ստանձնել եւ փորձում է նաեւ այդ ուղերձները փոխանցել, բայց ամեն դեպքում նաեւ այստեղ հասարակության մոտ կա այդ խնդիրը, որ ինչպես ընկալել եւ ինչպես հավատալ դրան, երբ զուգահեռ իրականությունում այլ հայտարարություններ են հնչում, օրինակ նույն Զանգեզուրի միջանցք արտահայտություն ամենատարբեր քարտեզների մասին են խոսում, գիտեք, վերջերս խոսել էին Սևանի հետ կապված ինչ-որ քարտեզ էին վկայակոչել ու այսպես շարունակ։ Եթե չեմ սխալվում, ձեր հանդիպման ժամանակ Զանգեզուրի միջանցք արտահայտություն չի հնչել։ Ինչով է պայմանավորված, որ մի կողմից Ադրբեջանը խոսում է խաղաղության մասին, խոսում է նրա մասին, որ Հայաստանից տարածքային պահանջներ չունի, կոնֆլիկտն ավարտված է, իրենք ուզում են այս ընթացքը վերածել խաղաղության, այս փուլը օգտագործել, որ հասնեն խաղաղության, մյուս կողմից մենք տեսնում ենք այլ հռետորաբանություն եւ գետնի վրա էլ կարծես թե Ադրբեջանի շահագրգռվածությունը այստեղ գոնե կասկածի տակ է դրվում։ Այստեղ մի քանի տարբեր հարցեր կային։ Առաջինը նայեք, այս շփումների իմաստը որն է, որ նաև մենք հանդիպում ենք նույն ադրբեջանցի պաշտոնյաների հետ, այլ հնարավորություն խոսել ու բավականին անկեղծ զրուցել տարբեր հարցերի շուրջ մենք չունենք։ Հիկմետ Հաջիևը չի կարող գալ Հայաստան եւ հայաստանյան ԶԼՄ-ներին մամլո ասուլիս տալ, թեև ինքը իմիջիայլոց նման շփումների ցանկություն հայտնեց, ու գուցե մոտ կամ ոչ այդքան մոտ ապագայում դա նույնպես հնարավոր լինի։ Այսինքն գա Հայաստան հարցազրույց դա, ճիշտ հասկացա։ Իմ պատկերացումը այն էր, որ ինքը շահագրգռված է շփումների ակտիվացմամբ, այդ թվում հենց ինքը հայկական մեդիաների հետ։ Ինչ ձևաչափով դա կարող է լինել, շատ հետաքրքիր է, բայց նաև մենք այս այցերի ժամանակ իհարկե հետագայում նաև այլ պաշտոնյաների հետ պետք է հանդիպենք եւ նաև ադրբեջանցի այդ խմբի անդամները պետք է Հայաստանում նաև նույնպես այդ ընդլայնեն իրենց կոնտակտները քաղաքասարակության հետ, մեդիայի հետ եւ նաև պաշտոնյաների հետ։ Ուրեմն այլ միջոցով հասկանալ ինչ է կատարվում, այլ միջոց մենք չունենք ու շատ օգտակար էր ինձ համար, որովհետեւ ես տարիներով, ամիսներով որոշակի բարկացներ ունեմ նաև իրենց քաղաքականության հետ, այդ նույն հայտարարությունների հետ, ինչու են մենք ունենում ենք նման հայտարարություն, գետնի վրա ուրիշ բան է կատարվում։ Եվ ես կասեի իմ տպավորությունները եւ նախկինում են եղել եւ ես դրա մեջ ամրապնդվել եմ։ Ադրբեջանը ունի այո այս ոճը, որ ինքը հայտարարություններով թեթև կամ ավելի սուր սրացնելու իրավիճակը ու դրա դեմ կամ Հայաստանից կամ այլ կողմերից, սա շատ նույնպես կարևոր է, որ այս խոսակցությունը ոչ միայն մեզ հետ է, այլ նաեւ արտաքին ինչ-որ երկրների հետ, որ ինքը ակնկալում է ինչ-որ բենեֆիտներ, բոնուսներ։ Այսինքն շահառում միայն մենք չենք, մեր հանրությունը չի։ Չէ, մեր հանրությունը չի, ես կասեի հիմա նույնիսկ հիմնական հասցեատերը այլ կողմեր են, դա իմ տպավորությունն է եւ ես գրեթե վստահ եմ դրան, դա նաեւ այլ շփումներից ելնելով։ Ու այս լեզուն ունի, ընդ որում իհարկե ես գիտեմ, որ Արեգի երեկվա հայտարարությունը, որ Իլհամ Ալիևը հղում է անում 1903, այդ արդեն ես գիտեմ այդ քարտեզը, որ կոնկրետ քարտեզի դա 1903 թվականի Կովկասի ռազմական քարտեզն է, որը Ադրբեջանում հրատարակվել է նաև 75000 օրինակով 12 թվականին, հենց Իլհամ Ալիևի հրամանով։ Ինքը այնտեղ շատ իսկապես կոռեկտ էր, ինքը չի ասում, որ հիմա Սևան գոյ չէ, ասում է կան քարտեզներ, որ 20-րդ դարի սկզբին նշում են Սևանը որպես գոյ չէ։ Եվ իհարկե սա նաև կարևոր ֆակտ չեկինգի նյութ է, որով ես զբաղվում եմ հիմա այս պահին ու կներկայացնեմ նաև այդ քարտեզները, որտեղ ինչ է պատկերված, բայց իսկապես կա այդ կոռեկտությունը ու տարբերությունը, որովհետև նախկինում մենք ունեինք այլ հայտարարություններ, նույն արևմտյան Ադրբեջանի հետ կապված,
եւ Զանգեզուրի միջանցքի հետ կապված եւ նույն բառը արտասանելով նրանք լրիվ այլ բան էին հասկանում, որովհետեւ մինչեւ 2023 թվականը, երբ որ Ադրբեջանում ասում են Զանգեզուրի միջանցք, իրենք հասկանում են Լաչինի միջանցքի կրկնօրինակ, հա։ Եվ իհարկե Ադրբեջանը այս մարտավարությունը ունենալով եւ նաեւ տարբեր խնդիրներ մեզ համար ստեղծելով, հա, եւ որ մենք ասում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարց կա եւ Արցախի ինքնորոշման իրավունք մինչեւ անջատում, իրենք նաեւ ստեղծեցին մեր տարածքում խնդիրներ 2021-22 թվականներից եւ մենք հիմա խոսում ենք Հայաստանի սուվերեն տարածքի վերադարձի մասին։ Սրանք հայելային քայլեր են եւ պետք չէ այստեղ ինչ-որ ասենք կասկածներ ունենալ։ Սա հստակ մարտավարություն էր, բայց ինչն է շատ կարևոր, որ գնալով այդ մարտավարության գործիքակազմը ու մարտավարության բովանդակությունը փոխվում է դեպի ավելի դեէսկալացիայի, ու եթե մենք հիմա ուղղակի սովորում ենք արագ այս ամենին, եթե 2023-22 թվականի նույն հայտարարությունները մենք նայենք ու նաև հայտարարություններին զուգահեռ հողի վրա ինչ էր կատարվում, մենք կհասկանանք այս տարբերությունները։ Խնդիրը նրանում է, որ Ադրբեջանի, ու սա բացատրական, հա, ես չեմ կիսում այդ մոտեցումը, ես համարում եմ, որ Հայաստանը ու Ադրբեջանը այնուամենայնիվ հիմա ավելի համարձակ քայլերով կարող են առաջ գնալ եւ պետք է առաջ գնան, բայց Ադրբեջանի մոտեցումը այն է, որ ինքը չունի վերջնական Հայաստանում հաստատված վստահ չէ, որ այս նույն Հայաստանը, այս նույն հայկական Հայաստանի քաղաքականությունը պահպանվելու է օրինակ 2026 թվականի ընտրություններից հետո։ Այսինքն ձգձգել է նաև խաղաղության պայմանագիրը չստորագրել դրանով է պայմանավորված։ Այո, որովհետև իրենք վստահ չեն ինչ Հայաստանի հետ են գործ ունենալու ու չեն ուզում բաց թողնել բոլոր այն մանր կամ ոչ մանր լծակները, որոնք կարող են հետագայում օգտագործել նաև այլ զարգացումների պարագայում։ Այսինքն պատրաստվում է տարբեր սցենարների։ Պատրաստվում են տարբեր սցենարների եւ սցենարներից մեկը ավելի ագրեսիվն է, նաև հռետորաբանություն առումով եւ նաև այսպես ասած գործիքներից մեկը Արևմտյան Ադրբեջանն է եւ այդ բնակչության վերադարձի, ընդ որում Արևմտյան Ադրբեջանի կոնցեպտը ամենակոշ զարգացմամբ ինքը դառնում է տարածքային պահանջի կոնցեպտ, ամենամեղ զարգացմամբ մարդկանց իրավունքների եւ նույնիսկ կամավոր ինչ որ ցանկության ով կուզի կվերադառնա, հա, դա այսպես ասած մարելու, ես կասեի տենդենսներ լինելու այդ խոսույթի փոխարենը իհարկե դրանք ակնկալում են որպես ինչ-որ Արցախի վերադարձի իրավունքի պատասխան, պետք է հասկանանք այս կոնցեպտը նաև իրենց մոտ։ Եվ ես կասեի հիմա Ադրբեջանը իսկապես անկեղծ փորձում է այս հիմնական խաղաղության թրեկով գնալ առաջ, բայց ինչպես նշեցի, եւ սա մեզ ասում են ադրբեջանցի վերլուծաբանները եւս, մենք վստահ չենք ինչով է ավարտվելու այս գործընթացը Հայաստանում 2026 թվականի հունիսին եւ չենք ուզում կորցնել այն լծակները, որով կարող ենք ազդել այլ զարգացումների դեպքում, ասենք պահել նույն փակ սահմանները, հա, որովհետև եթե հիմա մենք բացում ենք սահմանը, ու նաև Թուրքիան պետք է բացի սահմանը, մենք երաշխիք չունենք, որ հետո, եթե մեր համար անբարենպաստ զարգացումներ լինեն, մենք կարող ենք նույն ձևով փակել, նույն, ասենք հայ-թուրքական սահմանը, իսկ հիմա դա շատ կարևոր լծակ է եւ շատ կարևոր գործոն է, որով իրենք կարող են կանխատեսելի, այսպես ասած, հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ։ Ու ես կասեի վտանգավոր թեման, այնուամենայնիվ մեծ տարօրինակ է դա հնչում, դա Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչության իրավունքների թեման է, որը հիմա մենք նաև տեսնում ենք որոշակի ազդակներ նույն Վենեդիկտովի հարցազրույցից դուք կարող եք տեսնել, որ չի ավարտված այդ հարցը եւ այլն, ու իրենց սա հստակ մտահոգում է, որ կարող է նաև Ռուսաստանը վերադառնալ տարածաշրջան այս օրակարգով։ Իսկ իրենց դա պետք է թե ոչ, այսինքն նկատի չունեմ Լեռնային Ղարաբաղցիների վերադարձը, այլ Ռուսաստանի վերադարձը։ Ոչ, նրանց վերադարձը իրենք Ռուսաստանին չեն վստահում եւ ակնհայտորեն Ռուսաստանի վերադարձը իրենց համար ոչ միայն անցանկալի, այլ վտանգավոր։ Այսինքն այդ մտավախությունները կան։ Եվ նաև ասացիք, որ այնտեղ անվստահություն ու մտավախություններ կան, որոնք հիմնականում կապված են նաև 26 թվականի ընտրությունների եւ դրա արդյունքների հետ։ Այսինքն իրենց հիմնական մտավախությունը ռևանշն է, որի մասին բարբերաբար նաև խոսում են։ Այսինքն ինչ են պատկերացնում, որ ինչ որ մի իշխանություն կգա, որը հավակնություններ կունենա, որովհետեւ գիտեք, երկրորդ նախագահը իր վերջին հարցազրույցում գոնե ակնարկում էր, որ 29000-ը դա այն տարածքը չի, որով մենք պիտի սահմանափակվենք։ Այսինքն ինչպես են դա ընկալում նաև Ադրբեջանում։ Այո, հենց այդպես էլ ընկալում են, ու նայեք Ադրբեջանը ահռելի ծախսեր է արել տարբեր ենթակառուցվածքների վրա, նաև Ղարաբաղում այն շինարարությունը, որ տանում են ինքը շատ մեծ ծախսատար է, եւ
իրենք գնալով խաղաղության իհարկե ակնկալում են, որ նաև այս թրիպը կդառնա միջազգային լրջագույն օրինակ ուղիներից մեկը, որ կապահովի արևելք-արևմուտք տրանզիտը, կենտրոնական Ասիայի հետ մենք տեսնում ենք այս պայմանավորվածությունները, նաև Ղազախստանի այցը Նիկոլ Փաշինյանի պատահական չէր այս համատեքստում, որովհետև շատ կարևոր է ոչ միայն Հարավային Կովկաս, այլ կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս կապը։ Եվ այսպիսի ակնկալիքներ ունենալով իրենք մտահոգված են, որ այս ամենը կարող է նաև փակվել, այս ամենը կարող է չեղարկվել ու առաջին հերթին պարզ է, որ այստեղ նաև Ռուսաստանը չի շահագրգռված, որ նման ալտերնատիվ ուղիներ լինեն ու հետևաբար սա նաև ինչպես նշեցի Ադրբեջանը հայ-ադրբեջանական կարգավորում Ադրբեջանի համար Ադրբեջան արևմուտք հարաբերությունների առարկա է եւ շահարկման թեմա, որով կարելի է արևմուտքից ինչ-որ բոնուսներ ստանալ։ Ռուսաստանի հետ, Ռուսաստանի հնարավոր, այսպես ասած, վերադարձը, կոնֆլիկտի ինչ-որ ռեաբիլիտացիան նույնպես գործոններից մեկն է եւ նաեւ կենտրոնական Ասիա այս կոմունիկացիոն ծրագրեր, ինչ-որ միջին միջանցք եւ այլն այս թեման կա, այսինքն մի քանի տարբեր թեմաներ կան եւ այդ նշած ռուսական գործոնը իսկապես կարևոր է եւ սա կարևոր է նաեւ մեզ համար, որովհետեւ Ռուսաստանը իսկապես կարող է վերադառնալ տարածաշրջան, իսկապես ռեաբիլիտացնել մեր մոտ այդ հույսերը, որ իբր կարելի է այլ լուծումներ ունենալ նույն Ղարաբաղի հարցում, բայց ես հայկական հարցի նույն պատմությունից 1978 թվականից այս փուլերը, քանի որ շատ լավ մենք անցել ենք, ես կարծում եմ սա նաև հայաստանյան քաղաքական դաշտի հասունության կարևոր թեստերից մեկը կարող է լինել, որ մենք չպետք է տրվենք այդ խաբկանքին, որովհետև ինքը իր բնությամբ միայն խաբկանք է, ինքը իր բնությամբ այս տարածաշրջանը հավերժ կոնֆլիկտի մեջ պահելու ձգտում է, երբ քանի որ Ռուսաստանի Իսկ այդ ընկալումը կներեք ադրբեջանական կողմում էլ կա, որ Ռուսաստանը այդքան էլ շահագրգռված չէ կոնֆլիկտի, այսպես ասած, լուծման ճանապարհով իրեն պետք է կոնֆլիկտի շարունակություն։ Ասես Ադրբեջանում քաղաքական ինքնության հիմքն է։ Իրենց էլիտաների քաղաքական ինքնության հիմքն է 1990-ականներից, հատկապես 93-94 թվականներից, երբ որ պարտությունը պատերազմում իրենք հստակ կապեցին այդ ռուսական գործոնի հետ եւ նաեւ տարբեր լուծումների առաջարկների խոչընդոտումը նույնպես կապում է ռուսական գործոնի հետ, հա։ Այստեղ ինչ որ երկու կարծիք չի կարող լինել եւ իրենց մոտ այնինչ մեր մոտ ձևավորվում է 2021, 22, 23 թվականներից, իրենց մոտ եղել է հենց 90-ականներից։ Այսինքն այդ ուղիղ շփումները նաև գիտեք վերջին շրջանում Ռուսաստանից հատկապես շատ են այն հայտարարությունները, որ Ռուսաստանը կարող է հարթակ տրամադրել, դուք գիտեք, որ որոշ ժամանակ առաջ շատ դժվար է պատկերացնել, որ Բաքվից պատվիրակություն կմեկնի Երևան եւ հակառակը Երևանից Բաքու, այսինքն այդ ընկալումը կա երկու կողմերի մոտ, որ ուղիղ շփումները եւ ուղիղ բանակցությունները շատ ավելին են տալիս, քան ինչ որ որևէ այլ կողմի ներգրավվածությունը։ Այստեղ էլի նկատի ունեմ Ռուսաստանին։ Դե այստեղ այդ ուղիղ ձևաչափը ստեղծվեց հենց տարբեր միջազգային հարթակներին չմասնակցելու ցանկությունից, առաջին հերթին Ադրբեջանը չէր ցանկանում, հա, ու կար նաև այդ հարթակների միջև մրցակցություն, ասենք Ռուսաստանի եւ Արևմտյան, եւ դա իսկապես ավելի շատ խոչընդոտում էր գործընթացին, երբ որ երկկողմանի դարձավ, ադրբեջանական կողմի լարվածությունը ավելի թուլացավ եւ իրենք ավելի նաև շահագրգռված էին ցույց տալ, որ երկկողմանի ֆորմատը ավելի էֆեկտիվ կարող է լինել, քան այլընտրանքները, որովհետև նաև այլընտրանքներում տարբեր պայմանավորվածություններ էին ձեռք բերում, բայց միայն երկկողմանի ֆորմատով նույն այդ սահմանազատման գործընթացը գնաց, որը ինչպես ես նշեցի, այն սկզբնական պահանջները, որ ուներ ադրբեջանական կողմը եւ այն վերջնական լուծումները, որ մենք ունենք, իրենք էականորեն եւ որակապես տարբերվում են եւ առաջինը շատ ավելի բարդ իրավիճակում էր գցելու հայկական կողմին, երկրորդը լավ է եւ հայկական կողմի եւ ադրբեջանական կողմի համար։ Հետևաբար այս գործոնն էլ է շատ կարեւոր, որ երկկողմանի ֆորմատը եւ մենք պետք է ցույց տանք շահագրգռվածությունը եւ ադրբեջանական կողմը, որ մենք կարող ենք իսկապես բանակցել։ Դուք գիտեք, ռուսական ոչ միայն քաղաքական գիծն է, այլ նաեւ շատ լայն բնակչության մեջ տարածված ընկալումը, որ ինչ որ խոսքը գնում է կիսավայրենի երկու ազգերի մասին, որոնք առանց ռուսական կայսրության կամ խորհրդային միության
ունակ չեն կարգավորել իրենց հարաբերությունները եւ հենց ռուսական կայսրությունը թուլանում էր, այստեղ սկսում են իրար մորթել, սպանել եւ այլ ձևով չեն կարող վարվել, որովհետև իրենք այդ կովկասյան էմոցիոնալ ինչ որ կիսա քաղաքակիրթ ժողովուրդներն են եւ սա կարծում եմ մեր նաեւ արժանապատվության խնդիր է եւ ես սրա մասին նույնպես ասել եմ Հիկմետ Հաջիևին, որ շատ կարեւոր է, որ մեր պետությունները ցույց տան, որ իրանք ունակ են դուրս գալ այդ ծուղակից եւ ունակ են ապացուցել, որ իրենք քաղաքակիրթ պետություններ են, որ իրենք կարող են լուծել իրենց հարաբերությունները հենց այս ձևաչափով եւ դա շատ մեծ պատասխանատվություն է, հա, ենթադրում եւ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական գործիչներից։ Եվ պարոն Մելիքսեթյան, երեք ասուլիսի ժամանակ նաև շատ հետաքրքիր ուշագրավ հայտարարություն արեցիք, որ երկու կողմերն էլ ըստ էության իրենց համարում են կոնֆլիկտի զոհ։ Նաև եղել եք այնտեղ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, միակ հայկական կուզենամ այդ մանրամասներով կիսվեք ու նաև այդ ընկալումներով, այսինքն հայկական կողմում լիարժեք ընկալում կա, որ կոնֆլիկտի զոհը հայկական կողմն է, փաստորեն նույն ընկալումը կա նաև ադրբեջանական կողմում։ Այո, նույն ընկալումը կա, որ իրենք զոհ են, որ իրենք տուժել են, իրենց գրեթե բոլոր նյութերը, որ պատկերացնում են կոնֆլիկտը, հենց այդ դերով են պատկերացնում եւ նույնը մեր մոտ կա, հա, ու սա շատ հետաքրքիր է, որ նույն մեթոդաբանությամբ է գրեթե կառուցում այդ զոհի կերպարը։ Իհարկե երկուսի տակ կա եւ օբյեկտիվ մաս, որովհետեւ երկու կողմերն կոնֆլիկտի տարբեր փուլերում բավականին մեծ վնաս են հասցրել հակառակ կողմին եւ կա այդ քարոզչական մասը, որը զոհ լինելը, գիտեք, ազատում է լիքը պատասխանատվությունից, որովհետեւ եթե դու զոհ ես, մեղավորը միշտ հակառակ կողմը եւ դու կարիք չունես հասկանալ հակառակ կողմի դիրքորոշումը, կարիք չունես լուծումներ գտնել, դու պահանջում ես ինչ-որ էմոցիոնալ բավարարվածություն, ու մեր խոսույթի մեծ մասը դրա մասին է, օրինակ ես կարդում եմ ոչ մեկնաբանություններ, ասում են ինչպես է կարելի գնալ Բաքու, երբ որ հայ զինվորի արյուն է թափել եւ այլն եւ այլն։ Կամ այնտեղ գերիներ կան հիմա։ Կամ այնտեղ գերիներ կան, հենց այդ պատճառով էլ պետք է գնալ Բաքու եւ զրուցել, որովհետեւ եթե դա չանես, ավելի շատ արյուն է լինելու եւ գիտեք մենք առաջին անգամ չենք այս պատմությունը մեզ այս փուլով անցնում, որ ասենք առաջին անգամ էր, գուցե երկրորդ անգամ այլ ձևով կլինի, երրորդ անգամ այլ ձևով կլինի։ 19-րդ դարի վերջից մեր ժողովուրդը անցել է մի քանի խոշորագույն ողբերգությունների միջով, եւ եթե դուք կարդում եք նաեւ դրանից հետո Հովհաննես Քաջազնունին ամենահայտնին, հա, ինքը որ նույն դաշնակցությունը այլևս անելու գործ չունի, գուցե մի քիչ սխալ եմ մեջբերում վերնակիրը, հա, որ ինքը խոր ինքնարեֆլեքսիա է այդ մարդու այդ ողբերգություններից հետո, բայց մենք նույնիսկ ցեղասպանության տարիներին կարող ենք հանդիպել մեր մամուլում կամ դրանից առաջ այլ կարծիքներ, որոնք հիմա թվում են ավելի ողջամիտ, ավելի ընկալելի, բայց այդ ընդհանուր էմոցիոնալ ֆոնի մեջ խորտակվել են, հա։ Հիմա անցնելով Բաքվի այդ դրվագներին, հայկական եկեղեցին այցելեցինք, հա, որը պահպանվել է շենքը, բավականին լավ վիճակում է պահպանվել, թեև 90-ականների սկզբին այնտեղ հրդեհման փորձ է եղել, հիմա ինքը բավականին պաշտպանված է, հա, եւ ներսում գրադարան էր, գրքերի պահոստ էր, այդ թվում հայկական գրականություն, օրինակ Հայկազյան բառարանը կար, Մխիթարյանների կողմից 19-րդ դարի այդ խոշորագույն այդ կոթողը կար, Աճարյանի արմատական բառարանի ֆաքսիմիլեն, ձեռագիր կոպիան, հա, որը նույնպես շատ հետաքրքիր էր ու աշխատող, ինչպես նշել եմ, Հայաստանից ադրբեջանցի էր, Երևանից, ինքը նշեց, որ մեծացել է Վազգեն հին ստադիոնի մոտ թաղում, որը Վազգեն Սարգսյանի հիմնված ստադիոնն է, եւ ակնհայտ էր, որ ինքը նոստալգիա ունի Երևանի նկատմամբ, հա, նաեւ կարոտ, այո, հետաքրքիր էր, իսկ հիմա այնտեղ ոնց է, ինչ է եւ այլն։ Ու ես այդ բանը դա երեկ եմ ասել եւ մի քանի հարցազրույցների ժամանակ եմ ասել, ինձ համար շատ ակնհայտ էր, ես գնացել եմ Բաքու, զրուցում եմ մի մարդու հետ, որ նաեւ մասնակի հայկական, հա, գրքեր ունեցող այդ պահեստի աշխատող է եւ նաեւ կարդում է հավանաբար այդ գրականությունը, մի մասին ծանոթ է դեռ Հայաստանից, ում հետ ես շփվելու խնդիր չունեմ, ինքը շատ նույն միջավայրից է, նույն մշակույթն է կիսում եւ ինքը իր կամքի հակառակ հայտնվել է Ադրբեջանում, հա, ու ես մտածում եմ օրինակ ոնց է եղել, որ մենք այս կոնֆլիկտի մեջ ենք հայտնվել, որ նման մարդիկ, որ ակնհայտ մեզ համար ոչ մի վտանգ չէին ներկայացնում
եւ հազարավոր նման մարդիկ մեր կողմից իրենց կողմից հայտնվել են իրենց կամքից զատ այս իրավիճակում, ասենք ստիպված են եղել լքել Հայաստանը կամ Ադրբեջանը ու հիմա 30 տարի նաեւ ապրել են այդ կարոտով, այն տարական խնդիրը, որ կարող էր գալ ուղակի տեսնել ինչ է կատարում Երևանում, որ ժամանակակից աշխարհում թվում է հեշտ, բավական խնդիր մենք ասենք հասնում ենք Բրյուսել, մարդիկ հիմա ճանապարհորդում են աշխարհի մի ծայրից մյուսը, բայց Բաքվից Երևան հասնելը, որ ինքնաթիռով մի ժամից էլ քիչ է տևում, այդ մարդը ոչ մի հնարավորություն չուներ եւ հազարավոր մարդիկ, տասնյակ հազարավոր մարդիկ չունեին եւ հետագայում դա ստեղծել է նոր ողբերգություններ, հա, նոր այդ Արցախի պատմությունը եւ արցախցիների բռնի այդ տեղահանումը գաղթը Հայաստան սա այն ես օրինակ Երևանում նաև վերջին շրջանում մի քանի տաքսիստի հետ հետաքրքիր պատմություններ ինձ հետաքրքիր էր ադրբեջանցիների հետ ոնց էր հարաբերությունները եւ տաքսիստներից մեկը պատմում էր որ իրենց հարևանը այստեղ դեռ խորհրդային շրջանում խալիների գործով էր զբաղվում ադրբեջանցի էր ասում էր ինքը ադրբեջաներեն չգիտեր միայն հայերեն էր խոսում ու երբ որ 88 թվականին այդ ամեն ինչը սկսեց, հայ փախստականները եկան ու ադրբեջանցիները սկսեցին լքել Երևանը, ինքը նստած լացում էր, ասում էր լավ գնամ ես այնտեղ ինչ անեմ, ոչ լեզուն գիտեմ, ոչ այդ երկիրը ընդհանրապես ինձ ծանոթ չի, ու ստիպած ընտանիքի հետ գնացել էր Ռուսաստան։ Ու գիտեք, այսպիսի պատմությունները կարևոր են, որովհետև այնուամենայնիվ մենք 20-րդ դարի ընթացքում ադրբեջանցիների հետ շատ ծանր կոնֆլիկտներ ենք ունեցել, հա ու ինչպես նշեցի, այստեղ եւ հակառակ կողմն է շատ տուժել եւ մենք ենք շատ տուժել, բայց մենք երբեք գուցե այլ հնարավորություն էլ ենք ունեցել, որ կառուցենք նորմալ հարաբերություններ, որտեղ Հայաստանի հասարակության մասը կարող են լինել նաեւ հայալեզու ադրբեջանցիները եւ Ադրբեջանում կարող են ապրել հայեր, որ շատ լավ նաեւ այդ մշակույթի մի մասն էին, օրինակ մենք ցուցահանդեսների ժամանակ այցելեցինք թանգարաններից մեկը, որտեղ երաժշտական գործիքներն են եւ ադրբեջանցիներից մեկը ասաց, որ խորհրդային շրջանում գրեթե բոլոր քամանչիստները, ասենք քամանչայի վերով այդ խաղացող երաժիշտները հայեր էին էթնիկ ու իրենց մոտ նաեւ երաժշտական գործիքների պատրաստողները Բաքուն հիմնականում հայեր էին եւ այլն, ու ավելի հին շրջանից մենք գիտենք, որ աշուղների մեծ մասը հայ նաև ադրբեջաներեն էր երգում եւ իրենք քանակով ավելի շատ էին, քան նույնիսկ ադրբեջանցիները, այսինքն մենք ահագին կապեր ենք ունեցել, որ մի շատ որ նաև հիմա վեճերի առիթ է այդ խոհանոցը, երաժշտությունը եւ այլն, որ շատ անմարդկային ձևով ոչնչացրել ենք ու հիմա դիտարկում ենք միմյանց որպես ոչ մի կապ չունեցող ինչ-որ հասարակություններ, բայց այդ հիմքի վրա կարելի է փորձել կառուցել այլ հարաբերություններ, հա 120 տարի իրար սպանելով, տեղահանելով, ասենք այդ մարդկային կերպարից զրկելով, միայն սպառնալիք ընկալելով, մենք ինչի հասանք։ Մենք հասանք հիմա ասում են Ադրբեջանը հաղթել է։ Իսկ ո՞նց է Ադրբեջանը հաղթել, եթե այդ տարածքներում, որտեղ ինքը վերադարձրեց, հա 2020 թվականին, երբեք նույն բնակչությունը չի լինելու, ինչ որ եղել է, երբեք այն նույն կյանքը չի լինելու, որ եղել է, եւ ինքը ահռելի գումարներ է ծախսում, որ վերականգնի այդ տարածքը, եւ կամ մենք հաղթել ենք 90-ականներին, բայց 100,000-ավոր հայեր լքեցին նաեւ Հայաստանը փախստականներ, Տավուշի գյուղերը դատարկվեցին սահմանային ու ցանկացած սրացում մենք հաղթանակած էինք Արցախում, բայց Տավուշում 94 թվականից մինչև 20 թվականը միշտ կրակում են գյուղերի վրա եւ գյուղերը դատարկվում էին։ Դա էր հաղթանակած, ասենք, մեր վիճակը եւ Հայաստանը լքեց, հա, մոտ 1 միլիոն մարդ եւ այլն, այսինքն այս խոսակցությունից պետք է նաեւ փորձել դուրս գալ, սա իհարկե հեշտ չի լինելու, բայց պետք է հասկանալ, որ մենք հնարավորություն ունենք կառուցելու այլ հարաբերություններ։ Եվ ես բոլոր ռիսկերը գնահատելով ինձ համար մի խնդիր կա, որ դու չես կարող կիսով չափ մտնել այս գործընթացի մեջ եւ մի կողմից ուզենալ խաղաղություն, մյուս կողմից մտածել, ասենք, այլ տարբերակների վրա։ Այլ տարբերակների մասին պետք է մտածեն համապատասխան կառույցներ, ասենք, եթե մենք ունենք ռիսկային զարգացումներ, դրանով պետք է զբաղվի բանակը, եթե մենք ունենք ինչ-որ հիվանդությունների խնդիր, դրանով պետք է զբաղվեն բժիշկները, եթե այլ խնդիր, այլ մասնագետներ, եթե դու մտնում ես խաղաղության այս կառուցման գործընթացի մեջ, դու պետք է 100%-ով ներդնես քո ամբողջ, այսպես ասած,
պոտենցիալը, քո ամբողջ մտքերը եւ փորձես հասկանալ, իսկ ոնց են կարող մենք դա կառուցել։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ մեր մոտ, չգիտեմ, ինչ որ պատկերացում կա, որ այլ խաղաղության տարբերակներ կա, որտեղ մեր ուզածով կարող է լինել, բայց այդ մեր ուզածի մեջ որ խորանում ես, ինքն էլ է շատ պրոբլեմատիկ հակառակ կողմի համար, հա, այսինքն միշտ հակառակ կողմի պատկերացումները անտեսել, ու մի շատ sense շահավետ դիրք էլ կա, որ հակառակ կողմը դա ավտորիտար ռեժիմ է, դա ինչ որ sense արմենոֆոբիայի վրա մեծացած, ասում են դասագրքերում հիմա արմենոֆոբիա են դասավանդում, իսկ կոնֆլիկտը որ սկսեց դասագրքերում խորհրդային ինտերնացիոնալիզմ էին դասավանդում, բա ոնց ստացվեց, որ այսպեսի ագրեսիվ կոնֆլիկտ մենք ունեցանք, դա ընդհանրապես կապ չունի իմ կարծիքով, այսինքն կապ ունի որոշ առումով, բայց պետք չէ դա մեզ թույլ է տալիս նաև մտածել, որ այն կողմին չկա այլ հասարակություն, այն կողմին չկան կոնֆլիկտից տուժած մարդիկ եւ նրանց հետ եթե չլինի այս, ասենք, ավտորիտար վարչակարգը, այնտեղ այն մարդիկ մեզանից ուրիշ բաներ են ուզելու կամ մենք կարող ենք իրենց անտեսել, չխոսել իրենց հետ նաև, ու նաև իրենք պետք է հասկանան, որ պետք է մեզ հետ էլ նույն ձևով խոսեն եւ պետք է մեր դիրքորոշումն էլ հասկանան, ու իմ կարծիքով այս շփումների ընթացքում իհարկե շուտ է եզրակացություններ անել, բայց որոշակի ավելի խոր փոխըմբռնում այնուամենայնիվ ստացվում է կողմերի միջև։ Շփումները շարունակական են լինելու, ճիշտ եմ հասկանում։ Այո, սա նույնպես այս փուլի տարբերությունն է, որտեղ ես նշեցի 90-ականներին եղել են այցեր Բաքու կամ 2000-ականների սկզբին տարբեր ծրագրերի շրջանակներում, բայց որ մի ծրագրի շրջանակներում առավել եւս ուղիղ պետական մասնակցությամբ, հա, ու Ադրբեջանի կողմից իսկ շահագրգռվածության առնվազն սա նույնպես նախկինում չի եղել, նայեք ասում են սա ոչինչ չի նշանակում իմիտացիա, լավ իմիտացիա էր, ինչու՞ չէր 90-ականներին Ադրբեջանը նույն իմիտացիան անում, հիմնականում ու չէր շարունակական կամ բնույթ չէր ստանում այս գործընթացը, ուրեմն ինչ որ բան փոխվել է այնուամենայնիվ, ինչպես ես նշեցի, պետք է փորձել այս ֆորմատը։ Շնորհակալ եմ, պարոն Մելիքսեթյան։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանի հետ, կհանդիպենք։